Լևոն Մկրտչյանը հայ երիտասարդ դերասան է, ով վերջին ամիսներին մեծ ճանաչում եւ սեր է վայելում հեռուստադիտողի կողմից շնորհիվ վերջին զանգ հեռուստասերիալում մարմնավորած Հենրիի կերպարի։ Նրա խաղը բարձր է գնահատվել հեռուստադիտողի կողմից, իսկ կերպարը դարձել սերիալի առանցքային եւ հիշվող հերոսներից մեկը։ Լևոնի ինքնաբուխ, անկեղծ ու բնական խաղն արդեն հասցրել է գրավել հազարավոր սրտեր, նրան դարձնելով նոր սերնդի ամենահետաքրքիր դերասաններից մեկը։ Վերջինս դերասանը իր անձնական կյանքում ևս նշանակալի իրադարձություն է ապրել։ Նա ամուսնացել է ռադիոհաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանի հետ։ Նրանց հարսանեկան արարողությունը բավականին շքեղ եւ տպավորիչ է եղել, ներկայությամբ մի շարք հանրահայտ անձանց։ Լևոնը իր հարցազրույցներից մեկում պատմելով, թե ինչպես է հայտնվել սերիալում, անկեղծորեն նշել է, որ քասթինգին մասնակցելու հայտը ուղարկել է ոչ թե ինքը, այլ նրա կինը Էվելինան, առանց իրեն նախապես տեղյակ պահելու։ Դերասանը խոստովանել է, որ սկզբում ինքը չէր դիտարկում դերասանական ուղին որպես կարիերա, բայց ինչպես ասում են, ճակատագիրն իր սցենարն ունի։ Երբ նրան ընտրել են որպես գլխավոր հերոս Հենրիի դերը խաղալու համար, նա սկզբում մի փոքր տարակուսել է, սակայն հետագայում ամբողջությամբ մտել է հունի մեջ եւ այժմ մեծ հաճույքով ու ներշնչումով նկարահանվում է այս նախագծում։ Դերասան լինելով հանդերձ, Լևոն Մկրտչյանն ունի նաև այլ զբաղվածություն։ Նա նշել է, որ սերիալում նկարահանվելը իր միակ եկամտի աղբյուրը չէ։ Լևոնը զբաղվում է բիզնեսով, մասնավորապես աշխատում է ավիաընկերությունում։ Նրա խոսքով ինքը կազմակերպում է ապրանքների փոխադրումը դեպի օդանավակայան եւ պահեստ, այն ապրանքների, որոնք հետագայում վաճառվում են օդանավակայանում, իսկ մնացած գործընթացները իրականացնում են իր թիմի մյուս անդամները։ Այս գործունեությունը հնարավորություն է տվել նրան վաստակել նշանակալի մեծ գումար, ինչը իր խոսքով զգալիորեն բարձրացրել է իր ինքնավստահությունը։ Լևոնը կարևորել է նաև աշխատանքի դերը տղամարդու ինքնահաստատման եւ արժանապատիվ կյանքի ապահովման մեջ։ Այդ մասին նա ասել է հետևյալը. «Ինձ համար կարևոր է, երբ տղամարդը աշխատում է, քանի որ երբ տղամարդը չի կարողանում ապահովել իր ընտանիքը, նա կորցնում է, այսպես ասած, իր տղամարդ լինելը։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է», նշել է Լևոնը։ Այս անկեղծ եւ հուզիչ խոսքերն իրականում ավելին են, քան պարզապես կարծիք, քանի որ դրանք արտացոլում են Լևոն Մկրտչյանի մարդկային արժեքները եւ պատասխանատվության զգացումն ու նվիրվածությունը ընտանիքին։ Հարգելի հետևորդներ, իսկ ձեզ արդյոք դուր է գալիս Հենրիի կերպարը։ Գրեք մեկնաբանություն։